Պարոն Մոսեր, երկար տարիներ իրար ճանաչում ենք։ Իրականում դուք լրիվ այդ տիրույթ հարցը տեղափոխեցիք, ով է մտավորականը, մտավորականի գնահատական իրավիճակի։ Հիմա ժամերով այդ հարցով ամբիոնից դուրս կարող ենք խոսել, կարող եմ ենթադրենք ընթերցել ով է մտավորականը Վազգեն Շուշանյանի, որ ձեր խմբագրած գարունում դեռ 80-ականներին լավ կհիշեք տպագրում ու ժամերով այդ թեմաներով խոսենք։ Բայց մի հատ դուք շատ ծանր վիճակի մեջ եք դնում բոլորին, որովհետև ազգային ժողովում, երբ որ դուք ընտրվում եք հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամ, դուք հանդես եք գալիս որպես Հակոբ Հակոբյան, որը խոսում էր օրենքներից, խոսում էր օրենքի տառից, դուք հրահում գործում եք այդ օրենքի տառով բիզնես պրոյեկտ, մեկը $1000 առաջարկում իր հեռուստատեսայի նախագծին, մեկը 100,000, մեկ լիցենզիայից եք զրկում, նկատողություն եք անում, իսկ այսօր այստեղ այս ամբիոնից դուք լրիվ այլ տիրույթում, շատ հետաքրքիր տիրույթում եք հարցը փորձում արտարդել, որը կապ չունի ընդհանրապես այն ամեն ինչի հետ, որը վերաբերում է Հակոբ Հակոբյանին։ Հակոբ Մովսեսի հետ ժամով կարող ենք խոսել, ժամով կարող ենք բանավիճել, ժամով կարող ենք համաձայնել կամ չհամաձայնվել։ Բայց դուք այստեղ կանգնած եք ոչ թե Հակոբ Մովսես, այն ամեն ինչով որ եղել է, որ կա, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսես, Հակոբ Հակոբյան, որը երթում ա տվել, որ օրենքի ինչ-որ պահանջներ ու տառեր ա պահպանել, ինչ-որ փաստաթղթեր ա ներկայացրել այդ հանձնաժողովի անդամ դառնալու համար։ Մի դրեք մեզ վատ վիճակի մեջ, որ այդ տիրույթում այդ բանավեճը, այդ ձեր բարձրացած թեմաները ընդհանրապես կապ չունեն այսօրվա օրակարգի հետ։ Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ, իմ բարձրացրած թեմաներն են, որ կապ ունեն մեր կյանքի, մեր իրականության հետ, ինչ վերաբերում է ձեր ասածին, իհարկե ես հանձնաժողովի նիստերի աշխատանքների ժամանակ հանձնաժողովի անդամ եմ, բայց ես իմ տանը, իմ գրասեղանի առջև երբ որ գրում եմ, իմիջայլոց մի գիրք եմ գրում, որը շուտով կհրապարակեմ, ես եմ եւ դուք պարտավոր եք կներեք այս բառի համար, ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին ընդունեք նաև իբրև Հակոբ Մովսես։ Պարոն Մանուկյան, հեսա միկրոֆոնը միացնենք կարձագանք եք, տեղում արձագանքելու կարիք չկա։ Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց ես այն կարծիքին չեմ, որ ես կոռեկտության, զսպվածության, այսպես ասած, կոպիտ խախտումներ եմ արել։ Ես խոսում եմ մի թեմայի մասին, իմ ազգի պատմության, որը ողբերգությունների ուրեմն մի շարան է, եւ իրավունք չունեմ ձևեր թափելու։ Ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ։ Գուցե սխալ բաներ եմ ասում, խնդրեմ, բանավիճենք, ստուգենք, բախվենք, ճշտենք։ Ես այն կարծիքին եմ, որ այսօրվա իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետությունը արժանի է այն վերլուծություններին, այն մոտեցումներին, որոնք ես իմ կարճ ելույթի մեջ ասացի։ Համեցեք արձագանք։ Յացեք, պայմանական դուք առաջադրվել եք Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու, սահմանադրությունը պահել բան, մեծամասնությունը ձեզ ընտրել էր, հաջորդ օրվա դուք հեռուստատեսությամբ Հայաստանի սահմանադրության դեմ տարբեր հարցազրույցներ եք տալիս, երբ որ ձեզ ասեն impeachment, ասեր ախպեր, ես եմ, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Եվ մի բան էլ կոչ դալիչին, խնդրում եմ մի պաշտպանեք մտավորական հրատարակիչ Հակոբ Մովսեսին որևէ մեկի, ժողովուրդ 95, 96, 97 թվականներին Հակոբ Մովսեսի եւ հանգուցյալ Լևոն Անանյանի Ապոլոն շարքը, որ հրատարակված չլներ, ես չգիտեմ բանտում օրերս ոնց է անցկացնելու, որ հատիկ կարդացել ենք։ Ժամերով կարող ենք խոսել, բայց դա կապ չունի մտավորական Հակոբ Մովսեսի հետ, որը ՀՌՀ անդամի, որը լիցենզիայից զրկում է, որը տուգանում է, որը պատժում է լրատվամիջոցի, այդտեղ մտավորականությունը լրիվ մի կողմա, չէ՞, այդտեղ արդեն գործում է ՀՌՀ անդամը։ Այդ երկու տարբեր տիրույթներ են։ Շնորհակալ եմ։ Դուք գիտեք, այնքան ճիշտ, բայց վերացական բաներ եք ասում։ Ես չգիտեմ ձեր ասացի պղտոր ջրերում որտեղ լողանան։ Ուրեմն